ոչ մեկի ձեռքում կախարդական փայտիկ չկա, որ բոլոր խնդիրները միանգամից լուծի։ Գնանք համեմատական կոնֆլիկտոլոգիայի դաշտ եւ փորձենք սոցիալ-հոգեբանական ազդակները ուսումնասիրել բոլոր այն պետությունների, որոնք ապրել են այդ հետ կոնֆլիկտային շրջան եւ ինչպես են փորձել հաղթահարել այդ ամբողջը։ Ջենես Սարմենյան ունի տեսլական եւ ոչ թե աշխատել եւ ավարտել է կամ ChatGPT-ի օգնությամբ, բան է գրել։ Մենք մշակել ենք եւ հետեւողականորեն աշխատում ենք Արցախ հավաքական վերադարձի, կրկնեմ, հավաքական վերադարձի ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի վրա։ Դա երկարատև աշխատանք է։ Որովհետեւ այն հարվածը, որը մենք ստացանք, գուցե որպես մեղքերի թողություն, գուցե որպես ինչ ձևակերպում էական չի, Արցախ չկա։ Եվ շատ լավ կհիշեք, երբ հետպատերազմյան շրջանում, երբ մի հարթակում էինք աշխատում, իմ հայտնի արտահայտությունը, որ եթե Ալիևը Ստեփանակերտում է, ուրեմն պարտված ենք բոլորս։ Այդտեղ հաղթողներ, պարտվողներ, մեղավորներ, չմեղավորներ չկան։ Թե սրանք ինչ կասեն, ինչ չեն ասի, արդեն երկրորդականը, որովհետև ամբողջ պատմական գործընթացի տրամաբանության մեջ, որ ձեր մեջ բերած էկոնոմիկայի նախարարը ոչ վարչապետի աթոռն զբաղեցնողը գրոշի արժեք չունեն մեծ հաշվով։ Իրենք ընդհանրապես process-ի արագացնողներ են։ Այնինչ որ թելադրվում է իրենց, ինչպես եկեղեցականների եկեղեցու դեմ պայքարի հարցում, այդպես էլ ազգային գաղափարախոսության դեմ պայքարում։